Սիրելի իմ ժողովուրդ, գիտեք, որ մեր երկարակեցության գաղտնիքը մեկ օրգանի մեջ է, կասեք գլխուղեղ կամ սիրտ, ոչ սիրելիներս, դա ոչ գլխուղեղն է, ոչ սիրտն է, դա հենց մեր ենթաստամոքսային գեղձն է, որը պատասխանատու է մեր յուրաքանչյուր սննդակարգի համար, օրինակ, առավոտյան ինչպես եք սկսում, սուրճ խմելով, իհարկե, ես ասել եմ արդեն, դա վնաս է, որովհետև մինչև կեսօր մանավանդ կանանց մոտ ստրեսը ավելի շատանում է, հորմոնը ստրեսային ավելանում է և ենթաստամոքսային գեղձը ստրեսային է աշխատում, կամ առավոտյան դուք խմում եք կամ քաղցր, որից է կամ ֆետով սուրճ, կամ բուլկիներ, կամ թխվածքներ, կամ շոկոլադ, որը հենց ուղիղ կապ ունի ենթաստամոքսային գեղձի հետ, ենթաստամոքսային գեղձը արտադրում է ինսուլին և դա արդեն խնդիր է, ձեր շաքարը բարձրանում է արյան մեջ, հետագայում խնդիրներ առաջացնելով, եթե դուք չկարգավորեք, ապա շատ ուշ ավելի կարող է առաջացնել շաքարային դիաբետ, իսկ ամենակարևորը, որ դուք ոչ թե ժամով եք ուտում, այլ ընթացքում պերեկուսներ եք անում, այսինքն փոքր ինչ թեթև կամ սուրճ եք խմում, կամ կոնֆետ եք ուտում, կամ որևիցե բուլկի, կամ տարբեր տեսակի ընդեղ են, այ դա նույնպես նպաստում է, որ ձեր օրգանը ենթաստամոքսային գեղձը չհանգստանա, լարված աշխատելով որոշ ժամանակ անց այն տալիս է արդեն խնդիր, դրա համար իմ շատ սիրելի ժողովուրդ, անպայման կատարեք սոնոգրաֆիա և կտեսնենք ինչպիսին է այնտեղ ենթաստամոքսային գեղձի վիճակը և լյարդի վիճակը բուժում անելուց հետո ձեր վիճակը բավականին կլավանա, սիրում եմ ձեզ իմ ժողովուրդ, եղեք առողջ։